Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Եվ ոստիկան պետք է ասի դավայ։ Իվարկյան ավելաս։ Որ ոստիկանի ոնց էին քրեական, տենց կիսաքրեական ենթամշակույթին բնորոշ բառեր ասում։ Ոնց էին տենց ինչ-որ բան էլի տենց ինչ ասեմ, նողկալի փողոցային մակարդակի ինչ-որ բաներ հնչեցնում ոստիկանների հասցեն, որոնք ընդամենը համազգես թակած ծառայում են Հայաստանի Հանրապետությանը եւ օրենքին։ Հիմա հնարավոր է, չէ, կներեք, երբ որ կոնկրետ անդրադառնում եմ, Նարեկ ջան, անդրադառնում եմ։ Ասում եմ, հիմա եթե ոստիկաններից մեկը կոնկրետ այդ իմ նշած շրջանակից, այդ կիսափողոցային ոստիկաններին պիտակավորող, հայհոյող զանգվածի դասնը բոլորի դեմքերը ֆիքսվել է, դա համարվում է նորմալ, որտեղ այո, ոստիկանը պետք է նաև ֆիքսի հանցագործություն կատարողներ։ Ֆիքսել են, ոչ թե օրինական շրջանակում, բայց ես այդտեղ ապօրինի բան չեմ տեսնում։ Մյուս դեպքը դավայ արա։ Դե դա համարում եմ արդեն անթույլատրելի խոսելա ոչ, այս դեպքում կարծում եմ, այո, պետք է որոշակի բաներ։ Քաղաքացու նկատմամբ այդպես խոսել չի կարող։ Վրաստանում հիմա տեսախցիկներ են դրել, որտեղ ֆիքսում են մարդկանց դեմքը, ցույցերի մասնակցող տարբեր տվյալներ, որպեսզի հեշտությամբ կարողանան նույնականացնել հետո դուք բացառում եք որ մի օր մենք էլ Հայաստանում նման իրավիճակի ականատես կլինենք որ այսպես ասած խելացի տեսախցիկներ կտեղադրվեն ցույցերին մասնակցող քաղաքացիներին նույնականացնելու համար Ում ցույցերի նկատի ընդհանրապես Հայաստանում տեղ ունեցող Ենթադրում նկատի ունեք ընդդիմության ցույցերին ժողովուրդ ջան ես կարծում եմ այդ 2-3 հազար հոգում բոլորս դեմքով անունով գիտենք ֆիքսելու ոչ մի անհրաժեշտություն չկա ենթադրում եմ այսքանը թե իսկ նման տեսախցիկներ դնելու Էլի եմ ասում ընդհանրապես չեմ տեսնում նման անհրաժեշտություն օրինակ 30000 օրինակ հա օպերայում 30000 էին չէ Դες բանը էլի ժողովուրդ ես չեմ հաշվել բայց ամենա 7000 հաշվեց Այ հարցն ինչու է կասկածի տակ դնում Ժողովուրդ ջան ես չեմ ցավոք սրտի հարգելի Նարեկ ես չեմ կասկածի տակ դնում մաթեմատիկան եւ ֆիզիկան է կասկածի տակ դնում որովհետեւ 30000 թվի պարագայում 1 քառակուսի մետրի վրա եթե չեմ սխալվում պետքա կանգնած լինեին 8 թե 9 հոգի, խնդրում եմ ուղղակի ֆիզիկապես փորձեք 1 քառակուսի մետրի վրա կանգնել 8 կամ 9 հոգով, եթե ստացվի շատ ողջունելի է, եթե չստացվի, եթե չստացվի, ուրեմն իմացեք, որ դա չի կարելի, իսկ եթե ամեն դեպքում ստացվի, մի հատ այդ կանգնած խտությունը համատեք ընտերել։ Պարոն Ալեքսանդր, դուք որ արձանագրեցիք այս Կարմիր Բերետավորի վատ պահվածքի դեպ Կարմիր Բերետավորի Չէ, այդ բառապաշարի վատ պահված, այդ բառապաշարի անթույլատ դավայ արա նախ Ինչքան որ անցնում ենք առաջ, թե օրինակ որպես Պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչ ինչ կանեք։ Ես կարծում եմ պետք է քննարկում ունենալ առհասարակ, ոչ միայն այս դեպքով, այլ պարբերաբար լավարկել մեր ոստիկանության աշխատանքը, այդ թվում նաև քաղաքացիների հետ շփման տեսանկյունից եւ մնացածի տեսանկյունից ես կարող եմ ասել, որ միանշանակ է, որ մեր ոստիկանների աշխատանքը նաև շատ ստրեսային է, սա էլ է պետք հաշվի առնել, իհարկե բնավ չեմ արդարացնում, էլ եթե կա ինչ-որ անթույլատրելի մի բան, բայց այդ էլ է պետք հաշվի առնել, որ մարդկանց աշխատանքը շատ ստրեսային է ու այդ ստրեսը նաև պետք է հասկանալ, թե ինչպես պետք է հաղթահարվի ու առհասարակ գործողությունները ինչ պետք է լինեն, բայց մենք նաև խնդիր ունենք հասարակության շատ հասարակության չի ասի, բայց մի որոշ շերտի հետ մենք խնդիր ունենք ակնհայտորեն, օրինակ Գյումրու մակարդակով դա որքան երեք հասկացա 100-200 հոգի էր, որոնք ակնհայտ փողոցային բառապաշարով ու քրեական ենթամշակույթին հարիր բառապաշարով են խոսում ոստիկանության մասին ու ոստիկանության հետ։ Դա էլ մի ուրիշ խնդիր է, ու հնարավոր է դա ծնել այդ հակազդեցությունը ձեր ասած, ինչը իմ կարծիքով էլի սխալ է, որտեղ պետք չի դրան արձագանքել օրինակ ռուսերեն դավայ բառով, կարելի է ուղղակի ասել գնա այստեղից։ Դա անչափահաս երեխաներին է ասում։ Դե հատկապես անչափահաս երեխաներին պետք է ասել գնա այստեղից, երբ որ շուրջ բոլորը ինչ-որ կիսակրիմինալ դեմքեր են, բայց պետք է դա ասել հայերեն ու պետք է ասել դա խնամքով ու հոգատարությամբ։ Ձեզ չմտածում եմ, որ ոստիկանությունը չի բարեփոխվել քաղաքացու հետ քաղաքակիրթ շփվելու կարողություն Եթե ոստիկանությունը բարեփոխված չլիներ, օրինակ Սերժի կամ Քոչյանի օրոքվա ոստիկանությունը լիներ, բոլորին մահակներով կծեծեին, լավագույն դեպքում ջրցանը կհանեին, կշփեին, ժողովուրդ ջան, կծեծեին մարդկանց, կգցեին ջրցանը հանել էլեկտրաշոկերը։ Դասմեք չի բարեփոխ։ Էլեկտրաշոկերը ձեր նման։
Դե կարող է, եթե ինչ-որ մի սրիկա գար ոստիկաններին ասեր, օրինակ, սաղավարտները թանեք ձեզ ոչ մեկ չի խփելու, հետո այդ սրիկայի համախոհները բորջուրները սկսեին քանդել ու շպրտել ոստիկանների գլուխներին, ենթադրում եմ, որ Զարյա 3-ը կլիներ շատ արդարացված միջոց։ Այստեղ ազգային ժողովի մոտ է կիրառվել, Եվ այգում դրան նախորդել է կոնկրետ մարդու կոչ, որ ոստիկաններ ջան, հանեք այդ սաղավարտները, ձեզ ոչ մեկ բան չի անելու, դրանից հետո տեղի ունեցել այդ ինչ-որ խմբի կողմից, որ բորջուրները սենց ջարդում էին ու շպրտում ոստիկանների ուղղությամբ։ Պարոն Ալեքսանյան